Լույս սիրելիներս, Քրիստոս հարյավի մեռելոց։ Տեր հայր, արդյոք պետք է խոսել մեր ապաշխարության մասին։ Պետք է խոսել մեր ապաշխարության մասին, սիրելիներս, եթե այն պետք է մեկ ուրիշին ցույց տալու եւ դեպի փրկություն առաջնորդելու համար։ Ցավոք սրտի մեր կյանքի մեջ շատ են այն մարդիկ, ովքեր իրենց ապաշխարության պատճառով ընկնում են հպարտության մեջ։ Սկսում են խոսել իրենց անձի մասին, իրենց անձն են գովերքում, թե ինչ արեցինք ապաշխարության ընթացքում, ինչպես արեցինք եւ կարծես թե այդ ապաշխարության գործընթաց, որ կատարվել էր քո մեղքերը տեսնելու, այդ գործընթացի մեջ քեզ ճանաչելու դեպի փրկության առաջնորդելու համար, դու սկսում ես հպարտության մեղքի մեջ ընկնել։ Շատ մարդկանց եմ հանդիպում, ասում են, ես ապաշխարած եմ եւ փրկված եմ։ Այո, ամեն մարդ պետք է հիշի իր ապաշխարության օրը, այսինչ օր, այսինչ թվականին ինքը ապաշխարեց, հավատաց Քրիստոսին եւ ապրում է ապաշխարության մեջ։ Բայց պետք չէ ասել ես ապաշխարեցի ու արդեն փրկված եմ, որովհետեւ փրկությունը ոչ մեր գործերից է կախված, ոչ էլ մեր մենաշնորհ, դա Աստծո ողորմություն է մարդուն տրված։ Մենք ապաշխարում ենք, որպեսզի փրկության ճանապարհի մեջ մտնենք եւ մինչեւ մեր կյանքի վերջին վայրկյանը մենք փորձության կարող ենք ենթարկվել եւ կորցնել այդ հնարավորությունը։ Դրա համար, երբ որ դու ուզում ես խոսել քո ապաշխարության մասին, թե ինչպես քո մտածելակերպը, կենցաղավարությունը փոփոխություն կատարվեց, ինչպես դու դարձ ունեցար դեպի Աստված, մեկ նպատակ պետք է ունենաս ուրիշներին ցույց տալու նույն ճանապարհը, որպեսզի նրանք էլ փրկեն, ոչ թե հպարտանալ, թե դու ապաշխարության ընթացքում ինչպես ես պահպանում, ինչքան ես սուրբ գիր կարդում, ինչպես ես եկեղեցի հաճախում սուրբ հաղորդում կամ ինչքան գիր ու գրականություն ես կարդում, սա չէ ապաշխարությունը։ Ապաշխարությունը քո սեփական մեղքերը տեսնելն է եւ Աստծո հանդեպ մասնավոր սիրով առաջնորդելը դեպի հավիտենական կյանք։ Եթե դու ասում ես ես ապաշխարեց եւ արդեն փրկված եմ, արդեն հպարտության մեղքի մեջ ես։ Այո, մենք փրկված ենք Քրիստոսի արյամբ, Քրիստոսի խաչելության միջոցով մենք ազատագրված ենք մեղքի գերությունից, բայց որpիսի մեր մեղքերից մաքրվենք, փրկվենք, հավիտենական կյանքի մեջ մտնենք, մենք ճանապարհ ունենք անցնելու ապաշխարության ճանապարհով։ Այս ապաշխարության ընթացքով որ մարդը մաքրվում է, իրեն տրված փրկությունը որ ձրիաբար ստացել է, կարողանում է պահպանել։ Դա նույնն է, երբ որ քեզ ինչ-որ բան են կտակում, բայց կտակին հասնելու համար դու պիտի արժանանալ, որտեղ կտակը գրողը կարող է ցանկացած պահին փոխել այն բովանդակությունը։ Իսկ եթե դու քո ապաշխարության մեջ, հպարտության մեղքի մեջ ես, ինքնամոռացության մեջ ես եւ միայն քո արած գործերի մասին ես խոսում, դու կարող ես զրկվել այդ կտակից եւ չհասնել քո հավիտենական կյանքին։